Սիրելիներ, մենք հրաշալի, կարևոր, մարգարեական, արագ զարգացող երբևնի ու երբևէ ամենաարագ մարգարեական զարգացման դարաշրջանում ենք ապրում։ Այս օրերում ամեն Աստծո խոսքը տեսնում ես, որ առավոտ արթնանալուց լուրերը նայելուց ասում ես ևս մեկ նշան, ևս մեկ նշան, ևս մեկ խոսք, որ Հիսուս վերադառնում է։ Ես վստահեցնում եմ ձեզ եւ ասում եմ Աստծո խոսքի հիմքի վրա մարդ, որը 24 տարի սիստեմատիկ կարդում է Աստվածաշունչը եւ չեմ խախտում իմ ընթերցանությունը, ես ասում եմ ձեզ, Հիսուսի գալը հազարապատիկ ավելի մոտ է այն ժամանակից, որ ես Հիսուսին ընդունեցի Տեր ու Փրկիչ։ Ես 24 տարի առաջ դեռ մտածում էի շատ միսիոներության մասին։ Պարսկաստան, Արաբստան, մյուս տեղեր։ Այսօր ասում եմ Տեր, թող հասցնեմ իմ հայ ժողովրդին ավետարանը հասցնեմ։ Ես ուզում եմ էլի հասնեմ ազգերին, ինչպես Հակոբ եղբայրս ասեց, ու դա կարևոր է, որովհետև ինքն էլ այլ ազգի է լինելով Ամերիկայի քաղաքացի, ամերիկացի, երկար տարիներ ապրեց հարևան Թուրքիայում, երբեք չլինելով Հայաստանում, գրեց Հայաստանի ցեղասպանության մասին, որի համար էլ հետապնդումների ենթարկվեց ու զրկանքների ու եկավ ու ապրեց Հայաստանում։ Մարդ, որը կարող էր ուղղակի իր երեխաներին չտաներ նրան, որ սովորեին դժվար հայրենը, բայց իր ընտանիքը սովորեց դժվար հայրենը, սովորեց ապրել Հայաստանում, եւ ես ասում եմ, Տեր, դա լավ երևույթ է, դա լավ օրինակ է, ես էլ կուզեմ այդպես անեմ, բայց ես ասում եմ, ամեն օր կարդալուց ասում եմ, հասցնեմ մի քանի գյուղ էլ քարոզեմ ավետարանը, որտեղ Հիսուսը վերադառնում է։ Եվ սա ճշմարտություն է, այո, բարի գալուստ էր, բարի գալուստ, գալդ օրհնյալ լինի։ Տերը օրհնի ձեզ։ Կուզեմ հիմա լսեք, սիրելի քույրեր, եղբայրներ։ Տիրոջ գալը մոտ է, դա փաստ է, Տիրոջ գալը կախված չէ ոչ մի բանից, միայն իրենից, ով կասի ամեն։ Սա այնքան պարզ է, այնքան ճշմարիտ է։ Հիշում եմ մի քույրիկ եկավ ասեց, Կարեն եղբայր, մենք հասկացանք, որ Հիսուսը դեռ մի 30 տարի հələ չի գալու։ Ասում եմ, այդ ինչից վերցրեցիք։ Դե ասում է, ինչ որ մեկը մարգարեացավ այդ երեխայի վրա, ասես դու մեծանալու ես, հզոր գործիչ ես լինելու։ Դե ինքն էլ 6-7 տարեկան էր, ուրեմն մի 30 տարի հələ կա։ Դե ասում եմ, լավ, ընդունենք, եթե դա այդպես է, բայց կարող է վաղը դու մեռնում ես։ Այդ երեխու մեծանալ, չմեծանալը քո հետ այնքան է կապ չունի։ Իսկ ինչ տարբերություն, եթե դու այս կյանքից գնաս։ Քեզ համար էլ Տիրոջ գալուստը հենց կլինի դա, ինչ գիտես, ուրեմն ամեն օր պատրաստ լինելը, դա մեր ապահովությունն է, քույրեր, եղբայրներ։ Սիրելիներ, այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմա, որ այսպես է՝ մի դադարիր միջև պատասխան լինի։ Մի դադարիր միջև պատասխան կընդունես, կստանաս, կլսես, կգտնես։ Ես խնդրել եմ մեր մեդիային պարբերաբար խոսքեր գցեն այստեղ, որպեսզի մեզ օգնեն, ու ես ուզում եմ ասեմ, որ այստեղ նստած հարյուրավոր մարդկանց ձեր փոխարեն ասեմ, պատասխանեմ։ Դուք ունեք աղոթքներ, որ դեռ պատասխանված չեն։ Դուք ունեք երազանքներ, տեսիլքներ, որ դեռ իրականացած չէ։ Միգուցե դրա ճանապարհին եք, միգուցե դրա կեսն է հասել, միգուցե դրա մեկնարկն է տվել, կամ ընդհանրապես դրասկի հետքը չի էլ երևում։ Այնքան մեծ է միգուցե տեսիլքը, այնքան մեծ է երազանքը, ու այնքան մեծ է նախանձավորությունը Տիրոջ համար, որտեղ որ Դավիթ թագավորը նախանձավորություն ունեցավ ու Նաթանին ասեց. Ես ապրում եմ Բերթաքաղաքում, պարիսպներով պատված այս գեղեցիկ վայրում, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է։ Դա ինձ այնքան էլ դուր չի գալ, ես ուզում եմ Աստծո տան համար, սա երազանք էր, սա տեսիլք էր, սա Աստծուց իրեն պատվեր չէ, սա իր սեփական սրտի Աստծո հանդեպ սերն էր։ Եվ Աստված Նաթանի միջոցով գիշերը դա դարձրեց համակարգված տեսիլք։ Նաթան այդ ժամանակ ասեց. Տերը քեզ հետ է, ինչ որ սրտիդ մեջ կա, արա, իսկ հաջորդ օրը եկավ ասեց. Տերն ասում է՝ մի արա։ Ներիր, որ ասի արա։ Տերն ասում է՝ քո ուզածը կլինի, բայց քո ուզած ձևով չի լինի։ Եվ Դավիթը դրան էլ գոհ էր, շնորհակալ էր։ Գիտես, Դավիթը չասեց. «Օ, իմ անունը չի հիշվի, Սողոմոնի անունը», նա գնաց Տիրոջ առաջ այդ ուխտի տապանակի մոտ, վրանի մոտ, ասում է, նստեց ու ասեց. «Օ Տեր, ով եմ ես»։ Ահա խոնար մարդու վերլուծությունը։ Ով եմ ես, որ ոչ միայն ինձ համար խոսեցիր, այլ իմ որդու վրա էլ, իմ սերնդի վրա էլ։ Գիտեք, ես իմ տատիկից սերված հոգևոր մեկն եմ, Արաքսի տատիկից, եւ Արաքսի տատիկ, հետո մայրս, Մարգարիտա քույրիկը, հետո ես, հետո Նոդարը,
Եվ նոդարը արդեն 4-րդ սերունդն է հոգևոր կյանքի։ Գիտեք ինչ է դա, հարստություն։ Երանի ձեզ, որ ձեր սերունդները մնան Տիրոջ մեջ։ Դուք եթե ձեր երեխաներին աստվածաբանական կրթություն չտաք, համալսարանի գումար չապահովեք, ցավալիորեն շատ բաներ չտաք, բայց Հիսուս տաք, դուք ամեն ինչ տվեցիք։ Նրանք ամեն ինչ կունենան Հիսուսի հետ, ով կասի ամեն։ Սերունդը եթե Հիսուս ունի, նա ապահովագրված է։ Եվ ես ուզում եմ ասել, որ իրական Դավիթը սա կարևորում էր եւ իր տեսիլքն ու երազանքը արդեն հասկացավ, Աստված երաշխավորեց, կլինի։ Հիմա հարց, քո տեսիլքի մասին ինչ կասես, քո երազանքի մասին ինչ կասես, քո հոգևոր նկրտումների մասին ինչ կասես, քո աղոթքների մասին ինչ կասես։ Աղոթում եմ, մի 3-4 անգամ չլինի, կանցնեմ ուրիշ բանի։ Դե նորմալ է, կարելի է այդպես մի քիչ պահել, ոնց որ այսպես ինչ ասեմ, թարմությունը, բայց այդպես միշտ Աստված կլռի այնքան միջև, որ դու իսկապես սովորես լսել։ Գիտես, շատ կարևոր է, որ ճանապարհի կեսին հետ չդառնաս։ Երբևէ եղել է լուսանկարները տեսնեք, որ քանդում են մարդիկ ու վերջում արդեն հիասթափվում են։ Ինչ որ մեկը թողում է, ասում է՝ դե հերիք է, ժայռափոսը փորենք, մարգարիտներ, բրիլյանտներ, ոսկիներ, բայց վերջին համայնապատկերը ցույց է տալի, որ մի երկու հարված էլ արդեն ոսկին կգար։ Արդեն հաջողությունը կգար։ Ճանապարհի կեսին հետ դառնողը միշտ գնում է դատարկ։ Միշտ գնում է հիասթափված, որտեվ տարիներ վատնեց, էներգիա վատնեց ու հանուն ոչնչի։ Ուզում եմ գովեմ, օրհնեմ այն մարդկանց ու ասեմ, ովքեր որ միջև վերջ գնում են, նրանք կվերցնեն։ Ովքեր որ չեն հանձնվում, ովքեր որ չեն պարտվում, էմոցիաներին չեն տրվում, ամբիցիաներին տեղիք չեն տալի, այլ հավատքով առաջ են գնում, այդ մարդիկ կտեսնեն հաղթանակ, եթե չտեսնեն էլ, Աբրահամի նման մեռնելուց կողջունեն ու կասեն, մենք մեռանք խոստմունքները չտեսնելով, բայց մենք ճանապարհ հարթեցինք, մեր որդիները կտեսնեն։ Եբրայեցիս 11-րդ գլուխ ասում են, նրանք ինչ որ խոստացվեց, չտեսան, բայց ողջունեցին ու ասեցին, մի հայրենիք ենք որոնում, որի շինարարն ու ճարտարապետը Աստված է։ Միևնույն է, մեռնելուց էլ ասում ենք, մենք պարտված չենք, մենք գնացինք այդ ամենին համընթաց, այդ ամենի մեջ ավելի իսկապես այսպես ակտիվ, բորբոքված, երկրի վրա չփնտրեցինք այն ինչ որ մարդիկ շնչավոր կերպով են փնտրում, այլ մենք ամեն ունենալու մեջ էլ սպասում ենք նրա արածին ու նրա տվածին։ Դու որտեղ ես հիմա կանգնած, որ ընթացքի մեջ։ Գիտես, շատ պարզ կլինի իմ պատգամը, որքան ուզում եմ ավելի պարզ խոսեմ, ավելի բարդ է ստացվում, բայց առաջինը կկարդամ թագավորաց, թագավորաց, այսինքն 3-րդ թագավորաց 18-րդ գլուխ 41-ից 46 համարը։ Այս պատգամը ինչ որ Սուրբ Հոգուց ստացա եւ գրել եմ շատ իսկապես այսպես տողեր ու վերլուծել եմ, կարծես ծաղկակաղ եմ արել լավագույնը փոխանցելու Աստծո ժողովրդին, կուզեմ այս պատմություն ասեմ, սկիզբ առավ, որ 3.5 տարի անձրև չկար։ Եվ այս խորագիրը մեր այսօրվա, որ աշնան անձրևը ծածկում է օրհնությունով 84 Սաղմոսի 6-րդ համարն է, եթե չսխալվեմ։ Եվ այդտեղ իսկապես շատ կարևոր է, որ այդ աշնան, ես մի փոքր հետաքրքրվեցի աշնան անձրևի կարևորությունը, գարնան անձրևի հետ տարբերությունը։ Գարնան անձրևը ճանապարհ է հարթում գալիք ծաղկի, բույսի, որպիսի նոր սկսի, իսկ աշնան անձրևը կարծես այդ բոլոր գարնան եկածը վերջնական համալրում է եւ ասում է, որ հաջողություն կա։ Գալիքի մեջ էլ ձմռանն էլ բույսը չի մեռնի, որտեվ աշնան անձրևը արդեն դա ապահովել է։ Որքան կարևոր է, որ սկիզբը ոչ թե որ շատ փառավոր լինի, այլ ավարտը լինի շատ փառավոր։ Որքան կարևոր է, որտեվ շատերը, գրեթե բոլորը լավ են սկսում, բայց շատերը ու շատերը լավ չեն ավարտում։ Երբ որ նայում ես 12 գեներալների կյանքը, նրանք հզոր մարդիկ են։ Առաջին գեներալը, որ երբ որ ես նայեցի, նա անգամ քաղաք շինեց, նա այնպիսի հզոր գործեր արեց, բայց վերջում հայտարարեց, ես Եղիան էի, որ պիտի գայի։ Այդ մարդու աղոթքներով մեռելներ են հարություն առել։ Այդ մարդու աղոթքով շարժասայլակներ այդ քաղաքում հավաքել մեծ սար են շինել ու այրել են։ Այնպիսի բաներ, որը միտքը մարդու չի կարող երևակայի, ու իր մի փոքր այսպես աուդիո զապիսներից, երբ որ լսում ես այս մարդու, այս իրական, այս ինչ ասեմ, իր խոսքը, իշխանությունը, ասում ես, ով են այս դեմքերը, ովքեր են սրանք եղել, բայց վերջում ավարտել են ամենաահավոր ձևով։ Գիտես, ես այստեղ խնդրել է եղբայրները խոսք գրեն, երբ որ իրար հետ գրում ենք տեքստը մեր հաղորդավար եղբայրների եւ սկիզբը սա էր, որ շատ ավարտներ է լույս սփռում մեր մեկնարկին։
Քրիստոսի ավարտը հարությունն էր, որ հաղթանակ բերեց անգամ իր ծնունդին գոմի մսուրում։ Եթե ամեն ինչ իդեալական գնար, ոնց որ գրված է, ծնվեր, խոսեր, վկայեր, հրաշներ գործեր, հաղորդություն խաչվեր, բայց հարություն չառներ, այս գիրքը չարժեր կարդալ։ Իր ավարտը լույս սփռեց իր սկզբի վրա։ Մտածիր սրա մասին։ Սա կօգնի քեզ, որ ավելի զգոն լինես։ Սա կօգնի քեզ, որ ավելի ուշադիր լինես քո այսօրվա քայլերին։ Ով գիտի ինչ եմ ասում, թող ասի ամեն։ Սա խորելու բան է։ Եվ տեսեք, Եղիան 3.5 տարի երկինքը արգելել էր, կապել էր եւ անձրև չկար։ Եվ դուք գիտեք, որպես հոգևոր մարդիկ, որ Աստված երկրի վրա գործում է իր ծառաների աղոթքների միջոցով։ Աղոթքը գործիք է։ Ինչպես այսօրում Վալտեր եղբայրն է խոսեց, որ Տերն ասում է խնդրեք, որ առնեք, այսինքն բացեք փականը։ Տվեք առիթ Աստծուն, որ Աստված ձեր միջոցով գործի։ Որն է դա? Ձեր հավատքը, ձեր աղոթքը։ Եթե լռեք, ամեն ինչ կլռի, երկինքն էլ կլռի, հավատացնում եմ ձեզ։ Որտեղ այլևս Քրիստոսից հետո Աստված ինքը դրեց այս սաղմանումը հենց իր համար։ Ես գործում եմ եկեղեցու մեջ ու եկեղեցու միջոցով։ Եթե կլռես, ինչ որ իմաստով թույլ չես տա, որ Աստվածը խոսի։ Կխոսես, Աստված անպայմանորեն կխոսի։ Հիմա տեսեք։ Եղիան որպես մարդ, որպես Ադամ Աստծո ստեղծագործության մեջ Աստված ցույց տվեց, որ մարդուն տվել է իշխանություն երկնքի թռչուններ, այսինքն երկնքի վրա, երկրի գազաններ, այսինքն երկրի հողի վրա եւ ամեն ձկների, ծովի եւ այլը, ծովում, օդում, ցամաքում մարդը ունի իշխանություն։ Եվ այստեղ Ադամ որպես այդպիսին, այսինքն մարդ, որ Աստծո իրական պատկերով է, Եղիան այս հնարավորությունից օգտվելով ասեց. երկինք փակվիր, անձրև չգաս, միջև որ չասեմ։ Եթե այդ օրերին բոլոր ժողովուրդն էլ աղոթեր ու աղոթում էր, վստահեցնում եմ ձեզ, զոհեր էին անում, աղոթում էին, միևնույն է, եթե նրանք ի վիճակի լինեն լսելու, Աստված կասեր Եղիային ասեք։ Հենց այս պահին նրա ձեռքերում է ամեն պատասխանը, Եղիային ասեք։ Եթե նա խնդրի, կտամ, եթե չէ, ես նրան տվել եմ այդ իշխանությունը։ Ով ես դու, մարդ։ Ինչքան մեծ իշխանություն է դրա Աստված քո մեջ, իմ մեջ։ Որքանն ենք օգտագործում, որքանն ենք մաղում ու տանուլ տալի տարբեր բաների վրա ափսոս, բայց կուզեմ մտածես, Եղիան փակեց երկինքը եւ անձրև չկար, ջորիները սատկում էին, մարդիկ մեռնում էին, ճգնաժամ էր, անհուսություն էր, տրտմություն էր, ոչ մի լավ բան չկար։ Եվ մեկ օր Եղիան գալիս է, հաղթում է բոլոր բաղամի մարգարեներին Աստծո տված իշխանությունով, կրակն է պատասխան այս պատմության մեջ եւ վերջում արդեն նա ասում է Աքաբ թագավորին, այդ մունդար, այդ չար թագավորին, ասում է գնա կերխմի։ Հեսա ինչա լինելու, անձրև է լինելու։ Հետարքիր է 3.5 տարի հետո անձրև չեղած ժամանակ այս մարդը այնպես է խոսում, կարծես իր ձեռքում է իշխանությունն ու փականը։ Նա կարող էր այդպես ասել, բայց նա էլ գին վճարեց անձրևը գալու համար։ Գիտես, Աստված քեզ բաներ կխոստանա, բայց դրանք քո մտածած պատկերով քեզ չի մատուցվի։ Կկրկնեմ նորից։ Աստված քեզ ու ինձ բաներ կխոստանա, բայց դրանք մեր մտածած ձևով, սկուտեղով մեզ չեն մատուցվի։ Աստված Եղիային ասեց. ես ասել եմ այդ սոնամացի կնոջը, որ քեզ կերակրի, եթե չեմ սխալվում սոնամացի կինը։ Եղիան գնաց, ասեց հաց բեր, ասեց չկա։ Կենթանիա քո Տեր Աստված մի բուռա, ուտում ենք, ես ու տղես մեռնենք։ Տեր, այս կնոջներ ասե, այո։ Ես ասել եի, բայց դրա համար գին վճարել է պետք։ Որն է դա? Հավատք։ Պատկերը այլ կլինի, բայց հավատա ու վարագույրը կբացվի։ Միգուցե դու ասում ես Տեր, դու ինձ հստակ բաներ էր ասել, հստակ, այսպես ասեմ, հա, տեղորոշել էր, ոնց, ինչ եւ այլը, բայց միջև չես հավատում, վարագույրը չի պատրվում։ Լսեք, խորը բաներ եմ ասում։ Եվ տեսեք այստեղ ինչ տեղի ունեցավ, եւ Եղիան ասեց Աքաբին. վեր գնա, կեր, խմիր, որտեվ անձրևի սաստիկ ձայն կա։ Եկեք ասենք ձայն։ 8 հոգի համաձայն են, ձայն։ Ձայն չկար, բայց նա լսում էր։ Ինչ է սա, Կարեն ախպերս, սա հավատք է։ Մարդը, որ մի բանի վրա շատ է կենտրոնանում, մարդ, որ սոված է լինում, գիտեք, մարդկանց էլ արդեն հոտ-դոգ ու բուտերբրոդ տեսնում, ինքը դրա վրա է մտածում։ Միտեղ ինչ-որ խանձահոտ է գալի, ասում են խորովածի հոտ, ասում են չէ, ուղղակի այնտեղ վերջը։ Մարդը այդ դրա մեջ է։ Եվ տեսեք, սա ոչ թե իր երևակայությունն էր, այլ սա իր հստակ հավատն էր, ասում է Աքաբին, ասում է դու գնա կեր խմի, տենանք չէ, հստակ, կոնկրետ, հավատքը չի տատանվում, անձրևի
ձայն կա։ Քո ականջին ինչ ձայն կա։ Պարտության ձայն, ձախողման ձայն, անհաջողության ձայն, ինչ ես դու լսում, եւ ում ես դու լսում, եւ ինչու ես դու լսում։ Սա լուրջ բաներ են, որտեվ ամեն ինչ սկսվում է լսելուց, ձայներից։ Գիտեք, որքան մարդիկ այսօր մեր կողքը քաջի պես, զինվորի պես կանգնած չեն, ու ավելի շատ մոլորյալ են կամ ընկած են կամ մեղքի մեջ են, որովհետև լսեցին բաներ, որը չպետք է լսեին։ Երանի այն ականջներին ու այն սրտերին, որ լսում են Աստծո ձայնը, նրանք չեն ընկնի։ Նրանք կկանգնեն, որտև այդ ձայնը հավատք է իրենց մեջ ձևավորում։ Ով կասի ամեն։ Ես լսում եմ անձրևի ձայնը, որովհետև անձրևի ձայնը սաստիկ գալիս է։ Աքաբը վեր գնաց ուտելու խմելու, բայց Եղիան վեր գնաց Կարմեղոսի գլուխ, ծռվեց միջև գետնին։ Այստեղ ես փորձել եմ, իմ մոտ չի ստացվել։ Դուք էլ կփորձեք տանը։ Երեսը դրավ իր ծունկների մեջտեղը։ Ապշելու բան։ Այսօր մարդիկ ինչ-որ յոգայով են զբաղվում, ինչ-որ խառը նման բաներ են անում, բայց այս մարդը վստահաբար դրանով չէր զբաղվում։ Եվ ասում է, այսպես նստեց կամ ծնկեց հրեական իր ձևով, եւ երեսը գլուխը միջև ոտքերի արանքը տարավ։ Էս ինչ խոնարհ, էս ինչ էր, ոնց որ ծալապատիկ, լրիվ ճզմվեցի, խոնարհվեցի, ինչ լուրջ պայքար էր սկսվում։ Եվ ասում է, միջև գետին երեսը դրավ իր ծունկների մեջտեղը եւ ասեց. իր պատանին վեր գնա, մտիկ արա դեպի ծովակողմը, եւ նա վեր գնաց, մտիկ արեց եւ ասեց. մի բան չկա։ Եղիա ասում էր ձայն, Աստված ասում էր քո ձեռքում է իշխանությունը, 3.5 տարի այս չորությունը, այս սակավությունը, ամենը քո պատճառով է, հիմա դու աղոթում ես ու Աստված չի լսում։ Ում մասին եմ հիմա խոսում։ Դու աղոթում ես ու Աստված չի լսում։ Դու խնդրում ես մի բան, իրավիճակները ցույց են տալի, որ այդպիսի բան չկա։ Ուզում եմ ասեմ, այստեղ է, որ սատանան ամենաուժեղ կերպով հարձակվում է։ Նա գալիս է քո մտքի վրա, նա գալիս է քո իրավիճակի վրա ու ասում է. դու մի բան սխալ ես արել։ Միտեղ Աստված քեզ չի հավանում։ Միտեղ Աստված քո իրական զոհը կամ աղոթքը չընդունեց, մտքեր, խորհուրդներ, ուստեղ հարց, Եղիան թողեր ու իջներ սարից, երկիրը կմեռներ։ Ուզում եմ քեզ մի բան ասել։ Դու կարող ես միգուցե այդպես չես մտածում քո մասին, որ ես չքարոզեմ, մեկը կգտնվի կքարոզի, բայց եթե դու չքարոզես, հնարավոր է քո հարևանը երկինք չմտնի։ Հնարավոր է, եթե դու չքարոզես, այն որ մեկը, ես երբեմն քույր եղբայրներին ասում եմ, Կարեն եղբայր, դու որ գաս խոսես լավ կլինի, ասում եմ լավ, ոստիկան կամ իրավաբան, ասում եմ, այն ոլորտում, որտեղ դու ես ծառայում, ես այդտեղ անելու բան միգուցե չունեմ։ Ես այդտեղ չէի հասնի, բայց դու արդեն հասել ես։ Հիմա ուզում եմ լսեք։ Պատանի գնա նայի ծովակի կողմը մի բան կա, գնում գալիս է։ Ինչքան ժամանակ է պետք։ Ես մտածել եմ։ Միգուցե 10 րոպե, միգուցե 40 րոպե, գնաց սարից մի քիչ ենկոմ, նայեց ու հետ եկավ ու ասեց. ոչ մի բան չկա։ Քո աղոթքին պատասխան չկա։ Հիմա առաջին բանը այս պատմության մեջ կուզեմ լսեք սիրելիներ։ Ինչ որ գրված էր մի քանի խոսքեր, հա? Առաջինը, ինչ է այս աղոթքի մեջ իսկապես կարևորվում։ Միչե որ մեդիան կաշխատի, ես մի քանի բաներ ուզում եմ ընդգծեմ։ Խոսիր առանց տեսնելու, լսիր առանց լսելու։ Եթե դու տեսիլքի մարդ ես, եթե դու Աստծո գործի մեջ կանչված մեկն ես, կամ դու ունես իրական երազանք, տեսիլք Հայաստանի համար, աշխարհի համար, Աստծո փառքի համար, ուզում եմ քեզ պարզ բան ասեմ։ Սկսիր դրա մասին խոսել։ Սկսիր դրա մասին նաև լսել, մի վախեցիր խոսել դրա մասին։ Ու հիմա տեսեք, այս պատանին կարծես իրան տկարացնողն էր, իսկ ով էր պատանին, իր գործընկերը, իր հոգևոր աղբերը, իր հոգևոր քուրը, չէ՞ Միքո ջան, մի քիչ ինձ երաժշտություն կտաս, Տեր օրհնի։ Եվ ուզում եմ ուշադիր լինեք։ Եվ տեսեք, այստեղ պատանին գալիս է, կարդում եմ, եւ ասում է. Վեր գնա, մտիկ արա դեպի ծովակողմը, եւ նա վեր գնաց, մտիկ արեց եւ ասեց. մի բան չկա։ Եղիան դարձյալ նրան ասեց. նորից գնա։ Ամեն անգամ գնալուց հավատում եմ, որ նա աղոթում էր։ Քանի անգամ աղոթեց Եղիան, սիրելիներ։ 7 անգամ։ Մատերով ուզում եմ ցույց տամ, հա? 7 անգամ։ 7 անգամ Հիսուս նախադասություն ասեց, հոգին ավանդեց։
7 օր Մովսեսը լեռան ստորոթում սպասեց ու Աստված ասեց արի ինձ մոտ։ Ենովքը 7-րդն էր, երբ որ Աստված նրան հափշտակեց մարմնով երկինք։ 7-րդ հազարամյակում ես դու։ Երբ որ նայում ես իսկապես մենակ ծննդոց 7-րդ գլուխը, հասկանում ես, որ Աստված նաև ինչ-որ բաներ է քեզ ասում ծածկագրով։ Դա այդքան պարզ չէ։ Կարդացեք ծննդոց 7-րդ գլուխը։ Տերն ասեց. 7 հատ մաքուր կենդանի կհավաքես, 7 օր հետո անձրևը կսկսվի։ Ինչ որ բան է սա նշանակում։ 7 անգամ։ Գիտես, 7-րդ անգամ արդեն հասավ են կետին, որ պատանին ասեց. բռիչ չափ ամպ եմ տեսնում, բայց դա ինչ։ Պստիկ սկիզբ եմ տեսնում, բայց դա ինչ։ Ինչ կանի այդ փոքր բանը։ Լավ, այս մեծ ընթացքի մեջ, հիմա եկեղեցին մենք միասնական մի հող ենք գնել որպես եկեղեցի եւ այդ հողի գումարը մարում ենք ու երբեմն լինում է իմ հարազատ քույր եղբայրներ կամ Աստծուն սիրող մարդիկ կամ Աստծուց ներդրված այդ սրտով մարդիկ գալի ասում են կարեն եղբայր ասենք ես 10,000 դրամը հողի պարտքի համար բայց ամաչում եմ էս ինչ կանի այդ մեծ պարտքին գիտես ես երբեք չեմ անարգում փոքր սերմերը եթե անգամ դա լիներ 100 դրամ բայց շեշ տվեր նպատակի համար եւ ես միշտ ասում եմ սիրելիներ ջան սերմը միշտ փոքր է լինում Սերմը երբեք մեծ չի լինում, բայց իր պտուղն ու հետևանքն է շատ մեծ։ Հավատա, դու սրանով նպաստեցիր այս իրականացմանը այս տեսիլքի։ Ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Սատանան երբեմն կխաբի ձեզ ասելով, որ այն չէ ինչ որ դու խոսում ես, այո, այն չէ։ Անձրև թագավորին ասել է, Աքաբի մոտ խոսել է, հիմա բռի չափ ամպ, այդ ինչ կանի 3.5 տարի այս չորությունից հետո։ Բռնվիր երբեմն փոքր սկիզբներից։ Ամուր բռնիր երբեմն փոքր սկիզբները։ Մեկ հոգի է քեզ լսե Հիսուսին ընդունե, իմացի, դա հաջողության բալանի է։ Այդ մեկով կարա Աստված արթնություն բերի գյուղում։ Եթե քո իսկապես գործից գոնե մեկ հոգի է ինչ որ քարոզից բան հասկացե, ուրեմն Աստված խոսում է, որ նորից սկսիր քարոզել։ Լսեք քույրեր եղբայրներ, երբ որ մարդը 3-րդ անգամից դադարում է 4-րդ անգամից 6-րդ անգամից 7-րդին չհասնելով ոչ մի բան չի լինում։ Եղիա Դու ասում ես, որ Աստված ինձ իշխանությունը տվե, այո, Աքաբը երբ որ տեսավ Եղիային, ասեց, դու եկել ես Իսրայելի խանգարող։ Ասեց Իսրայելի խանգարողը դու ես ու քո հորտունը, ես չեմ խանգարել Իսրայելին։ Ո՞նց չես խանգարել, սպանիր, կոտորիր մեզ 3.5 տարի։ Ժողովուրդ, եթե Հայաստանում 1 տարի անձրև չգա, գիտեք ինչ կլինի։ Հացի գինը գիտեք ինչքան կդառնա։ Կարծում եմ մեկ հացը կգնենք 10,000 դրամով, եթե ոչ ավելի թանկ։ Եթե 2 տարի անձրև չգա Հայաստանում ու ճանապարհները գոցվի ինչպես հрьяաների համար գոցված էր, մեկ հացը անցյալում երբ որ սով է եղել Իսրայելում անգամ աղունիկի ծերտը, որը դելիկատես էր, 20 արծաթով էին վաճառում։ Եվ այս մարդը արգելափակել է երկինքը ու հիմա աղոթում է Աստված էլ չի լսում։ Լսեք, լուրջ պատասխանատվություն է, դա վարկի փող չէր, անձնական հարցեր չէր, դա 3 միլիոն ժողովրդի հարց էր լուծվում։ Քեզ մի կորցրու, մի վհատվի, մի վախեցի, թշնամին ամեն ինչ կանի, որ դու չհասնես այդ 7-րդ անգամին, բայց Աստված գիտի 7-րդ անգամ նոր լինելու է պատասխան։ Կուզես պատրվի, կուզես քեզ կոտորի, կուզես միլիոն ծոմ պահի, որոշված ընթացք կա, գինը վճարի։ Ինչ է այդ որոշված ընթացքը, մի բառով կասեմ, շատ հարաբերական է, շարունակիր անել այն, ինչ որ անում ես։ Շարունակիր, պահիր այդ ինչ ասեմ, այդ կայունությունը քո աղոթքի կյանքի։ Մի վախեցիր, վախեցնող բաներ շատ կլինեն։ Գիտես, երբ որ այն ժամանակներում էինք ապրում 3 տարի առաջ, եթե չեմ սխալվում, 2022 թվականը, երբ որ այս շենքի պարտքը դեռ չմարած, իմ գլխում պտտվում էր ժողովրդի համար, դալիճի համար ինչ աթոռ է պետք։ Ինձ առաջարկում են եղբայրները էժան կամ եկեք փայտի աթոռներ, որովհետև բոլորը հասկանում են ու ոչ մեկ չէր մեղադրին, որտեղ մենք պարտք էինք փակում։ Եվ ես մի բան հասկացա։ Եթե հիմա վախենամ, էժան աթոռ առնեմ, պարտքը գերբնական փակելու ենք, այդ աթոռն էլ տասնյակ տարիներ մնալու է։ Ավելի լավ է ես ամենալավ իմ հասկացած աթոռը պատվիրեմ Ռուսաստանի Դաշնությունից այն աթոռների վրա, որ հիմա մենք նստած ենք, մեր մտածելով սա ամենալավագույնն էր այս դալիճի համար։ Եվ մենք պատվիրեցինք ու 13,000 մոտ դոլար տվեցինք այս աթոռներին։ Եվ երբ որ դրանք եկան, ես այնպես երջանիկ եմ, ոնց որ հարսանիքիս օրը լիներ, երբ որ մեքենաները ներս մտան, ու եղբայրները սիրտս գիտեն ինձ անակնկալ էին արել։
Այդ օրը պիտի գնայինք ավետարանության, ասին Կարեն ախպեր, մնա մի հատ բան ենք բերում։ Տեսա ֆուրերը ներս մտան, այդ մեծ բեռնատարները։ Եվ երբ որ այս աթոռները դնում եմ, ասում եմ, բայց ժողովուրդը երևի կդատի կասի, պարտքը չտված, թանկ աթոռ են վերցրել ու եղավ ոնց որ հավատում էի։ Միևնույն է, պարտքը տրվեց 1 օրում։ Եթե ես սա չանեի ու վախենայի ու հետ քաշվեի, կլիներ այն ինչ որ կլիներ։ Լսեք, վախը հավատի թշնամին է։ Երբ որ վախը կա, հավատքը կբացակայի։ Այս երկուսը իրար չեն սիրում։ Երբ որ հավատ կա, վախը պիտի փախչի։ Ով գիտի ինչ եմ ասում, թող ասի ամեն։ Ես չեմ ասում անես բաներ, որը քո միտքն է թելադրում, արա բաներ, որը Սուրբ Հոգին է առաջնորդում։ Այս մարդը աղոթում է։ Երկրորդ անգամ նորից պատանին գալի ասում է, լսի Եղիա, կարաս աղոթքի ձևը փոխես։ Ենթադրում եմ, հորինում եմ, չկա պատասխան։ Կարող է մի քիչ ծոմ վերցնեն, կարող է էսի վաղը պիտի պատասխանվի։ Օ, երևի կարող է, գնանք տուն։ Հնարավոր է էսի մի 2 ամիս պետք է ամբողջ հնարավոր է ժողովուրդ պիտի հրավիրենք, դու մենակով քիչ ես։ Հնարավոր է, հավանաբար, խորհրդատուներ միշտ կլինեն։ Երբեմն հոգևոր խորհրդատուները ի նկատի չունեմ ճիշտ հոգևոր մարդկանց, այլ հավատացյալ խորհրդատուները ամենամեծ արգելքն են լինում հոգևոր տեսիլքի։ Երբեմն այդպես էլ է լինում, որտեղ իրենք մեղավոր չեն, իրենք էլ են ուզում արդարացնեն իրավիճակ, որ ինչու դա չկա, ինչու դա չի լինում, ինչու չի ստացվում, բայց տեսիլքը քոնն է, քո մեջ է դրե Աստված այդ տեսիլքը, ինչու չես գնում առաջ։ Ովքեր անդադ ուզում են լսեն, ով ինչ կարծիք ունի, նրանք երբեք ու երբեք չեն վերցնում այն, ինչ որ Աստված տվել է։ Նրանք միշտ նայում են, ինչ կա, ով ինչ մտածեց, ով ինչ ասեց, ով ոնց է կարծում։ Լսեք, Եղիան բարձրացավ Կարմեղոսի սարը չէ, գագաթը։ Նա ամենավեր բարձրացավ ու այնտեղից պիտի սկսեր հաղթարշավը։ 3.5 տարի չորությունից հետո պիտի գար արթնությունը։ Հայաստանը տեսել է արթնություն։ Հայաստանը 91-92 թվականին տեսել է այնպիսի արթնություն, որ դրան նշուրներով այսօր եկեղեցիներ դեռ հիմնավորվում են սիրելիներ։ Հայաստանի արթնությունը այնքան ուժեղ էր, որ նախկին Սովետ միության ժամանակ անգամ գրքերի մեջ գրվեց այս արթնության մասին, որտեղ մարդիկ ուղղակի ապաշխարում են։ Մեր հոգևոր հայրերը եւ նաեւ եպիսկոպոսները, հիշում եմ Դավիթ եղբայրն էր պատմում, Հայաստանի եթե չսխալվեմ երկրորդ թե երրորդ եպիսկոպոսը, այն ժամանակ մեկ եկեղեցի էր, Դավիթ եղբայրը իմ հոր հոգևոր հայրն էր եւ շատ լավ բարեկամ եւ իմ մեծ եղբոր նաեւ աներ հայրիկն է, հիմա երկնքում է արդեն։ Դավիթ եղբայրը ասում է, որ դրսից եկան ասին, ով եք դուք, հավաքվել էին հովիվներ, եպիսկոպոսներ, ասում է սկսանք ներկայանալ։ Դավիթ եղբայրը ասեց, ես, երևի մտածում են ասի մագիստրոս, վերջապես աստվածաբան, ասեց, ես կրանովչիկ եմ։ Ես ուժեղ, երևի իրենք մտածում են, իրենց հարցում են, որ ինչ մասնագիտություններ ունեք, իրենք ես մեծ ոգևորությամբ, ես կռան եմ աշխատացնում, բարձունքի կռան։ Օ, հլա աշխատում եք, այո, դե պետք է եւ այլ։ Դուք ինչ եք անում։ Ես զիլ եմ քշում։ Դուք ինչ եք անում։ Ես պատշար եմ։ Ու այդ բոլորը հովիվ եպիսկոպոս։ Ես կուզեի, որ այդ մարդիկ լինեն ամեն օր իրենց գործի մեջ, դա ճիշտ է, բայց այդ ժամանակ այդպես էր։ Այդ ժամանակ նեղություն էր, դժվարություն էր, շենքեր չկար, դահլիճներ գոյություն չուներ, երաշտական գործիքներ։ Հայաստանում առաջին սինթեզը, որ եկավ, պապայի ձեռքի տակ էր։ Ու այդ առաջին սինթեզը սա լսել եմ հենց իմ հորից, դրա համար համարձակ կասեմ, ասում է, երբ որ մյուս երաժիշտները Հայաստանում դե սինթեզ ամտ է, մեկ սինթեզ նոդարի մոտ է, ու հիմա պիտի տա մի քանի մարզեր կան։ Եվ ասում է, բոլորը գալիս են, ով կհասնի առաջին սինթեզին։ Հայրս զանգարում է Ֆրունզ Արսենյան, ասում է շուտ արի տար, քանի դրանք չնեք է։ Ու ասում է եղբայրը գալիս տանում է միջև նրան գալի, ասում է ախ դրան չգիտես եկավ վրաս ասում է տարավ վերջապես։ Ու ասում է մի հատ սինթեզ հին, հիմա այդ սինթեզում մատ չեն կպցնի այսօրվա մեր երաժիշտները, բայց այդ ժամանակ դա ճոխություն էր։ Այդ ժամանակ դա վեհ մի բան էր։ Ես հիշում եմ Հովտաշենում, որ ծառայում մենք ոչ սինթեզ ունենք, ոչ դինամիկ ունենք, ոչ շենք ունենք, ոչ մի բան չունենք։ Եվ այնքան շատ է ուզում մի օր հորս ասի պապ այնքան լավ կլներ սինթեզ լիներ։ Ես ու Ղուկասը մտածեցինք, որ սինթեզ, մենք այնքան շատ էինք ոգևորվել սինթեզ ունենալու վրան դինամիկ։ Մի օր հայրս կանգնեց երաշտական խանութի մոտ, տեղ են գնում, ասի պապ կավա քո հետ գամ, ասեց չէ։ Չթողեց, շատ կոպիտ, խիստ, կտրուկ մարդ էր։ Դե սինթեզը մեր համար է, ես գամ որոշեմ, ասեց չէ, բայց ինքը չէր ասե ինչու։ Գնաց Աշկով մի հատ Yamaha 230 էր, թե ինչ էր։ Դա հիմա շատ էժան է, բայց այդ ժամանակ դրեց մեքենան։ Գիտեք ինչու ինչ չտարա, որովհետև գիտեր թանկն է ուզելու։
Ինքը գնաց ամենայժանը հարմարը առավ, ասեց էս է ձեզ սինթեզ։ Վայ ոնց էինք ոգևորվել։ Երազանք, տեսիլ, եւս մեկ այսպես փուլ ենք, այս ամենի մեջ գնացել։ Հիմա լսեք ամենակարևորը։ Հասանք եկեղեցի, դրեցինք։ Ղուկասը ոգևորված, ես ոգևորված, բացել ենք, ասենց անցա ոգևորություն նայեցինք իրար։ Բա ով է նվագելու։ Իսկապես չենք մտածել։ Մեր համար կարևոր է այդ երևույթներ, սինթեզ ունենք արդեն, հա ինչ, ոչ չենք հետ ամուսնանալու կամ նկարվելու, հա ինչ որ ունենք, բա ով է նվագել, չգիտենք։ Չկար, նվագող չկար, դու գիտես նվագել, դու չէ, ոչ մեկ չէ, այ քեզ բան, բա որ պապան հարցնի նվագում եք թե չէ, ինչ ենք ասելու։ Եվ Աստված ողորմեց մեր անդո աղբերը, որ այսօր ծառայում էր, ապաշխարեց ու ասեց այդ սինթեզով ես չեմ նվագի։ Ես իմը կբերեմ, կտանեմ։ Աստված շախմատ արեց, բայց եթե չլիներ փափագը, չլիներ տեսիլքը, Անդոն այդքան շուտ միգուցե չէր ապաշխարի, իր սինթեզներ չէր բերի, դողալով չէր տանի։ Աստված մեր մեջ դնում է տեսիլք եւ սկսում է դա հավատքով կերակրել, բայց դրա իրականացնողը նորից նա է։ Իրեն պետք է քո հավատն ու համառությունը, ով կասի ամեն։ Կարանք ողջ փառքը տանք Աստծուն։ Նա աղոթքներ պատասխանող Աստված է։ Հալելույա։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Երկրորդ բանը, որ Եղիան արեց, ես կխնդրեմ մի քանի բաներ մեր մեդիան տեղադրի, որպեսզի տեսնենք։ Երկրորդ բանը, որ Եղիան արեց, սա էր՝ կռվիր քո հասկացողության հետ։ Քո հասկացողությունը միգուցե սա է, որ առաջին աղոթքից Տիտերը պատասխաներ։ Ով է այդպես բան ասել։ Հավանաբար երևի 4-րդ աղոթքից, 3-րդը լավ հոգևոր թիվ է, ով է նման բան ասել։ Դե Տեր Աստված 5-ը 6-ը արդեն ով է դրել սաղմաններ։ Մեր հասկացողությունը մեր ամենամեծ խաբեբան է այս կյանքում։ Մեր հասկացողությունը ամենաշնչավոր երևույթն է մեր կյանքերի մեջ։ Տիրոջը խոսքն ասում է, քո կյանքի ամենամեծ խաբեբան դա քո սիրտն է։ Միայն հիմարը կլսի իր սրտի ձայնին, փոխարեն լսելու Աստծո ձայնին։ Տեր Աստված, այս ինչ լուրջ մեղադրանք է։ Լսեք քույրեր եղբայրներ, վերջում լսվում է։ Տեսեք, այս սաղմանումը իմ դրածն է, ես եմ այսպես դրել հասկացել, սա սուբյեկտիվ կարծիք է եմ բոլոր վերլուծություն այս բոլոր համարներից։ Եվ տեսեք, այստեղ մարդը կռվում է 3-րդ անգամ, գնա, ամպ կա, չկա, էլի աղոթի։ 4-րդ անգամ, գնա, հոգնա, էլի գնա։ Նորից փորձիր, նորից։ Ոչ թե փորձիր ասուն, այլ շարունակիր անել ինչ որ անում էր, աղոթքդ մի դադարեցրու։ Եթե դու ունես իրական խոստմունք, որ հասնելու ես մի օրիգինալ մի բանի, բայց դրա ճանապարհին քեզ տալիս եմ պատենդը, հրաժարվի։ Մի եղբայր ասում է, քո խոսքը լսեցի, հիմա ինձ հրաշալի առաջարկ են անում։ Ու հարց, դա քո ուզածն է, ոչ, հրաժարվի։ Դա ընդամենը խայծ է։ Դա վատ չէ, բայց քո երազանքը չէ։ Դա վատ չէ, բայց քո տեսիլքը չէ։ Քույրեր եղբայրներ, Աստված սպասում է միջև այնքան, որքան որ դու իսկապես կշարունակես։ Ես նորից կաղոթեմ։ Ինչ ասեց Հիսուս, լավ։ Ղուկաս 18:1-7 ասում է, եւ ասես նրանց, որ շարունակ պետք է աղոթել, չհոգնել, որտեվ եթե երկայնամիտ է լինի, միևնույն է կպատասխանի։ Շարունակ անդադար աղոթեք, այս բառերը կգտնեք Ղուկաս հենց 18:1-7։ Անդադար աղոթեք ու մի դադարեք, միջև որ ձեզ Աստված չպատասխանի։ Այս ամեն ասում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր ասում են 30 տարի աղոթում եմ, չկա պատասխան։ Միգուցե 31 տարում պետք է լիներ պատասխանը, բայց դու դադարեցիր։ Դա եղավ կատարյալ պարտություն։ Խոսքը երեխայի մասին չէ, որ այսպես իր ուզած ասում է մեկ ապ դիտաս, ոչ, խոսքը Աստծո նպատակների մասին է, որ քո մեջ դրել է։ Եղիա, Աստված քեզ ասել է, որ անձրև կտա, այո, բախի չի տալի, չգիտեմ։ Հարցեր, որ չեմ կարա պատասխանեմ, բայց մի բան գիտեմ, Աստված ի վերջո կլսի։ Եվ շարունակում ենք։ Երրորդը, մերժել կասկածները, մտքեր, հնարավոր է անձրև չգա, հնարավոր է Աստված այդպես էլ չպատասխանի, անհնար է, ես կնախընտրեմ այս պահին ասեմ, այս դալիճում մարդ չկա, քանց որ ասեմ, որ Աստված ներկա չի այստեղ, Տերը ավելի շատ է ներկա այստեղ, քանց յուրաքանչյուրս մենք այստեղ, ես իր ներկայությունը կասկածի տակ չեմ դնում, Աստված ներկա է, Աստված այստեղ է, ու գիտեք, բոլոր ձայները կգան կասեն, բայց ինչ գիտես, Օրա Ռոբերտսին հարցնում են,
Դու ինչ գիտես, որ Աստված կա։ Ասում է պատասխանեմ, ասում եմ պատասխանի։ Ոնց գիտես, որ Աստված կա։ Ասում է ես գիտեմ, որտեվ գիտեմ, որտեվ ես գիտեմ, որ գիտեմ։ Գիտեմ, որտեվ գիտեմ, որ ես գիտեմ։ Ասում են լավ չես։ Չէ, ասում եմ ես շարունակեմ, որտեվ ես գիտեմ, որտեվ գիտեմ, որ ես գիտեմ, որ Աստված կա։ Եվ ասում է դրանից ինչ ենթադրենք։ Դե ասում է այն ենթադրես, որ ես միգուցե ասում եմ դու էլ չկաս, ասում է ես կամ, ասում է դու սիրտ ունես, այո, դու տեսել ես, ոչ, բայց դու ունես, այո, դու հավատում ես, որ ունես, այո, ես գիտեմ, որ Աստված կա։ Ես իրեն չեմ տեսնում, բայց ես իր հետ ապրում եմ, ես իրենով ապրում եմ։ Նա աներևույթ է, բայց իր ներկայությունը իմ կյանքում տեսանելի է։ Եթե այսօր ես կամ փոխվել եմ, ուրեմն նա կա, որ ես փոխվել եմ։ Եթե ես այսօր ապրում եմ, նա է այդպես ուզել, որ ես ապրում եմ, ինձ պետք չէ ապացույցներ, որտեղ ոչ մեկ երբեք չի ապացուցում, որ ինքը ինքն է։ Ես եմ ու վերջ, Աստված ներկա է, Աստված կա ու Աստված իրական է։ Եվ այստեղ այս կասկածները ամենամեծ թշնամիներից մեկը մեր կյանքում դա կասկածամտությունն է։ Անձրև կգա թե չէ, կգա սիրելիս։ Իմ ընտանիքը կապաշխարի թե չէ, ես ուզում եմ պարզ ասեմ, կապաշխարի ըստ Աստվածաշնչի, կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Սա խոստմունքն է Աստծո։ Նա ասել է. ես չեմ հավատա քո հոր անհավատությանը, ավելի շատ կհավատամ իմ երկնային հոր խոստմունքին։ Ես չեմ հավատում քեզ, այլ քո համար հավատում եմ ամենակարող Աստծուն։ Սա է սովորեցնում Սուրբ Գիրքը։ Իսկ երևույթը 7 անգամ ասում է, որ անձրև չկա, գոյություն չունի։ Եղյա, սթափվի, ուշքի արի, մի քիչ իրատես եղի, 3.5 երկար ու ձիգ տարիներ երաշտ է Իսրայելում, ամեն ինչ մեռել է, ամեն ինչ մեռնում է, հնարավոր է սա Աստծո անեծքն է, ոչ, նա ինձ խոստացել էր, ես եմ փակել, ես էլ կբացեմ Աստծո զորությունով, գիտես, սա այնքան կարևոր է, որպեսզի դու քո ճանապարհին կասկածներով չլեցվես, աշխատող ես, չգիտեմ, հոգևոր ծառայող ես, բիզնեսմեն ես, ծնող ես կամ ծնող դեռ չես, կին ես, ամուսին ես, որ ուզում ես ծնող դառնաս, երեխա ունենաս, ճանապարհի կեսին մի կանգնի, մի մնա։ Այստեղ քիչ առաջ մի մայր նորից իր երեխային բերել էր, ես Կոմիտասում վկայել եմ, որ Կապանից տաքսիով գալիս են, Կապանը ստեղից ինչքան է հեռու, մոտ 350, 80, 400, լավ, ենթադրենք, ինչքան որ կլինի։ Եվ այդ կիրակի օրը, որ եկել են, ինձ հետարքիր էր, ես նման բաների մի քիչ նրբանկատում, ասում եմ, գործեր ունեք, որ եկել եք, զուգահեռ չէ, ասում եմ, բա հիմա ինչ եք անելու, ասում եմ, դե էլի հետ են գնալու։ Դուք եկել եք երեխու համար աղոթենք, այո, դուք հավատում եք, որ Աստված կբժշկի դրա համար եկել եք, այո, երեխան ինչ խնդիր ունի, մենք եղբայրներով, հորիներով աղոթեցինք, խոսելու խնդիր ունի, վերջապես լեզուն չի բացվում, չի խոսում, տկար է, ու այսօր նորից են եկել։ Կանե եղբայր, աղոթի, քիչ հետո պետք է գնանք։ Ինչ հետաքրքիր է։ Ես գովում եմ այդ մարդկանց հավատը, ես ողջունում եմ այդ մարդկանց հավատը, որոնք կանգ չեն առնում, որոնք չեն հանձնվում, որոնք ասում են Աստված բարի է, Աստված կողորմի։ Հետարքիր է, ես այդ համառությունը երբեմն տեսնում եմ ծնողների մեջ ու դա այնքան հետարքիր է, եթե մղում ունես Աստծուց, եթե Տիրոջից իսկապես ունես այդ խոսքը, որ Տերը ողորմելու է, Տերը պահելու է, քանի դեռ շուն չկա, կռվելու առիթ կա։ Քանի դեռ հոգին վրան է, պիտի պայքարես, պիտի կռվես, եւ այստեղ Եղիայի համար այնքան էլ հեշտ չէր, որտեղ պատանին արդեն հայացներ կարար գցել, Եղիա չկա։ Հա հասկացանք առաջին անգամ, երկրորդ, 4-րդ, 5, 6, ախ որքան կարելի է, կարծում եմ արդեն դու քո հետ ես կռվում, 4-րդը, չլսել մարդկանց։ Շատ կարևոր է քո տեսիլքի մեջ, քո աղոթքի մեջ, ոչ թե մերժել խրատը խորտը չէ, այլ այն ամենը, որը կթուլացնի քեզ, չլսել մարդկանց։ Որովհետև բաներ կլինի, որ իսկապես Աստված պատրաստել էր, ու դու Աստծո ձայնը մարդկանց ձայնից կարաս, ներողություն, մարդկանց ձայնը Աստծո ձայնից կարաս վեր դասես, չհասկանալով, որ արեցիր ամենամեծ սխալը։ Մի լսիր մարդկանց այն դեպքում, երբ որ խոսքը վերաբերվում է Աստծո խոստմանը քեզ համար, քո կյանքում ու քո կյանքի միջոցով։ Մի լսիր անգամ նրան, ում համար պայքարում ես, որ ապաշխարի։ Իրան մի լսի։ Իրան մի հավատա, որ ասում չեմ ապաշխարի, իր համար Աստծուն հավատա, որ Աստված իր անհավատությունն ու համառությունը կտապալի, Աստված կգտնի գործիքներ դրա համար։ Հայրս եղել է շատ այսպես ուտող, խմող, սեղանների թամադա, քեֆչի մարդ ու նաև շատ կռվարար մարդ։ Այնքան խիստ ու կոպիտ, որ բանակում, երբ որ ինքը այսպես պաշտպանում էր իր հայրենակիցներին,
ինչ մեղքս թաքցնեմ, վրացիներին չէր սիրում, ոչ թե հոգևոր կյանքում, այլ այդ ժամանակ, եւ շատ մուսուլման ազգերի հետ շատ ընկերություն, սա լսել եմ իր պատմությունը, եւ մեկ անգամ, երբ որ լսում է ինչ-որ վրացի է, թե այլ ազգի է, հստակ չեմ հիշի, նեղացրել է հայրին, գնում է այդ մարդուն տեսնելու, ասում են նոդարը գալիս է քեզ, այսինքն տեսնելու որն է, գալիս է քեզ ջարդելու, վերջապես, միջև նոդարը տեղ է հասնում, այդ մարդը իրեն իր սենյակում կախում է, որ նոդարի ձեռը չընկնի, եւ միջև որ կմեռնի, պարանը կտրում է հայրս ու ասում է, դու փորձանք չես, դատվելու են, գնա, քեզ չեն կպնի, եւ այս կոպտությունով, այս ամենով ամուսնանում է, եւ մայրս ապաշխարում է, մեկ անգամ մենակ մեր հորը անապաշխար տեսել է Փառք Աստծո Արմինեն, մեր մեծ քուրիկը, մեր կյաժուլը, այսպես ասենք, հա։ Եվ մեկ անգամ այդ հարվածից շիշը շպրտելով մորս վրա իր ունքը կտրվել է քուրիկից։ Մենակ դա է հիշում, դա է տեսել, որտեղ մաման, երբ որ papan խմացակել էր, դուրը փակել էր, տուն չէր թողում papayin։ Papayin ոնց տուն չթողես։ Կրիշն է քանդում, պատուանը ջարդում ներս է մտնում ու վերջապես արդեն կինոն պատրաստ է։ Մորս վրա ձեռ չի բարձրացրել, ինքը տղամարդ էր։ Բայց այդ շիշը շպրտելով, կոտրվելով կտրել է ու հետ է եղել։ Հետո մաման որ ապաշխարում է, papan լսում է, որ իր կինը գնում է ուրիշ տղամարդու մոտ ինչ-որ մեղքեր է խոստովանում։ Ոնց թե ով է այդ տղամարդը։ Եվ որոշում է գնա այդ հովին այդ օրը ծեծի։ Ուղիղ հստակ որոշումով գնում է այդ մեր խելոք, խոնար աղբորը, չգիտեմ ով է եղել, որ լավ ծեծի, ճանապարհին ինչ կռվի մեջ հանգնում ու հարվածաստան մաշկին ու աչքի տակը կապտում է։ Կյանքում ինքն է ասում, առաջին անգամ աչքից տակը կապտում է ու ես ամաչում եմ գնամ։ Հետո երբ որ արդեն անցնում է կապուտը, աղբերը հələ սպասում է։ Գնում է ու գիտեք ինչ անում։ Միջև որ տեղ կհասնի, իր մեղքերն է սկսում այդ եղբոր մոտ խոստովանել։ Ու ինքն էլ ապաշխարում է։ Աստված անկոտրումներին կոտրել գիտի։ Աստված չփոխվողներին փոխել գիտի։ Մի ծեր տատիկ 86 տարեկան, եթե չսխալվեմ, Պապային վկայում է այդ ժամանակ ու սա լինում է վճռորոշ, պապան ապաշխարում է։ Ամեն տարիքում Աստծո համար գործիք լինելուց մի դադարի։ Ամեն սոցիալական, հոգեբանական, ֆիզիկական կարգավիճակում Աստծո ձեռքում գործիք լինելուց մի դադարի։ Աստված միևնույն է քեզ կարող է գործածել։ Հալելույա։ Շատ կարևոր է չլսել մարդկանց, երբ որ տեսիլք ունես ու դրան խանգարում են այդ ձայները, պահպանել կայունությունը։ Պահպանել կայունությունը, շարունակականությունը, լինել շարունակական քո անելիքի մեջ, ինչ որ անում ես շարունակի անել, մի փոփոխվի, աղոթող ես, Տիրոջ երեսը փնտրող ես, մի փոփոխվի, Տիրոջ տեսիլքը սրտումդ ունես, անընդհատ մի փոփոխվի, վերցրել ես, միջև վերջ գնա, մի օր սենց մի եղի, մի օր սենց, փոփոխական մարդը ամենամեծ խնդիրն է առաջացնում ծառայության մեջ։ Ես ասում եմ, երբեմն փոփոխական մարդու հետ ամեն օր հարաբերություն ենք շտկում, նորից ծանոթանում ենք, նորից իրար սկսում ենք վստահել կամ չվստահել, շարունակել ծառայել։ Տենց չի, դա հոգու տանջանք է։ Երբ որ մարդը կայուն է, դու ամեն օր գիտես իրեն բարևես, նույն կերպ է պատասխանում, բայց երբ որ ասում ես բարև, ասում եմ մի բան եղել է։ Գիշերը մեկը կծել է, կամ քո մասնի հեմ ոնց ես, բան միջև ճշտում ես եւ այլ, միջև ինքն էլ արդեն քեզ է լավ վերաբերում, ասում ես, «Սո, հիմա կարանք իրար հետ ծառայենք»։ Դա ճիշտ չի։ Պահիր կայունությունդ։ Ինչ որ անում ես շարունակի անել, որտեվ դրա մեջ ես հաջողելու։ Անընդհատ կոչումը, տեսիլքդ փոփոխելով տեղ չես հասնի, վերցրել ես, գնա միջև վերջ։ Ու դրա մեջ կա հաջողություն։ Եղիան արեց սա 7 անգամ։ 5-րդը պահպանել ներողություն, 6-րդը չվախենալ փոքր սկիզբներից։ Չվախենալ փոքր սկիզբներից։ Շատ կարևոր է չվախենալ փոքր սկիզբից կամ սկզբից կամ սկիզբներից։ Ռենարդ Բոնկեն ասում էր՝ մի անարգեք փոքր սկիզբները։ Երբ որ այս մարդը գնաց Աֆրիկա քարոզեց, ասում է 8 հոգի են, թե 5 հոգի են, որ ինձ լսեցին ու վերջում գրանցեցի հակառ ռեկորդ։ Այդ բոլորին, որ կոչ արի ով է ուզում ապաշխարել, բոլորը մեջքով շրջվեցին ու գնացին։ Ոչ մեկ չուզեց ապաշխարի։ Այս մարդը կարար կոտրվել ու ասեր սխալ տեսիլք եմ տեսել Աֆրիկայի քարտեզ այրունով ներկված ու իր երեխաներին 3 երեխաներին կամ 4 երեխաներին որ տարել էր ու այնտեղ էին արդեն ստամոքսի խոց հիվանդություն էր հայտնաբերվել Ռենարդ Բոնկեի մոտ նա կարող էր կինը ասել դու սխալվել ես դու ձախողվել ես դե գիտեք կանայք տենց պարագա տենց բաներ չեն ասում են ոչինչ քո հետ կգանք միջև վերջ ուր գնաս ես կգամ ինչ ասես Չէ, այդ պայն կին ասում է արդեն իմ հերթն է, ինչ ասեմ, կանես, որտեղ դու ձախողվեցիր,
Շուտ մի շտապեք, սիրելի քույրեր, առաջ գնալ է պետք, առաջ գնալ է պետք։ Էսի վարճան, քո մասին չեմ ասում, մյուս քույրերի մասին։ Ես արդեն ցածի չա հասկացա ինչա լինելու սրանից հետո։ Մի խոսքով, շատ լավ։ Հիմա ավելի հոգևոր բաներ, էդի բաներ։ Ռենարդ Բոնկեն ասում է գնացի բժշկի, ասին դուք խոցեր ունեք։ Ոնց թե խոցեր ունեք։ Մարդ չի փրկվում, այլ ես խոցեր ունեմ։ Դուք պիտի վիրահատվեք։ Տուն եկա, ծոմեցի ու ասի, ես չեմ վիրահատվելու, ես չեմ եկի Աֆրիկա վիրահատվելու։ Գնացի մի քանի օր հետո ասին, խոցդ անհետացել է։ Եվ ասում եմ, մեկ մարզադալիչ տեսա, եւ Սուրբ Հոգին ասեց, վերջացնում եմ Հակոբ ջան։ Եվ Սուրբ Հոգին ասեց, այս մարզադալիճը վարձի։ Մարզադալիճը մի հոգևոր ընդամենը հովիվի հետ եմ համագործակցում, եւ այդ օրը 100 մարդ կար, հիասթափված էի, կոտրված էի։ 10 անգամ հաշվեցի, նրանք 100 են, եւ ես լուր ամենատխուր քարոզը ստվեցի եւ դա դարձավ արթնության սկիզբը։ Այդ ժամանակ մեկը գոռաց, ես բժշկվեցի։ Մյուսը գոռաց, աչքերս բացվեց։ Մյուսը գոռաց, ողնաշարս շտկվեց։ Ու Ռենարդը ասում է, ես վախեցա, ես չեմ խոսե բժշկության մասին։ Ես չեմ աղոթե, չեմ ձեռնադրե, ու Սուրբ Հոգին շարժվեց։ Հետևաբար նա ունի իր վերլուծությունը։ Սուրբ Հոգին երբեմն չի համբերում, միջև քարոզիչներս վերջացնենք մեր ձանձրալի քարոզները։ Սա իր բառերն է, ու ես մի կողմ դրեցի իմ քարոզ ու ասի, Տեր, շնորհակալ եմ։ Հաջորդ 2 շաբաթ ես քարոզեցի այդ ազգային մարզադալիճում լեցուն աֆրիկացիներով եւ այդտեղից սկսվեց այս մարդը իր ծառայության ընթացքում 70 միլիոն մարդկանց փրկության պատճառ է եղել 70 միլիոն մարդիկ գրել են անուն ազգանուն ու հասցե որ մենք Ռենարդ Բոնկեի ծառայության ընթացքում ճանաչել ենք Հիսուս Քրիստոսին որպես մեր անձնական Տերը եւ Փրկիչը սա չի խոսում մեդիաներով եկած ու ինձ ու քեզ ոգեշնչած այս ամեն օրհնությունների մասին դա էլ ուրիշ մի բան է բայց ուզում եմ այստեղ ասել եթե Ռենարդը կանգ առներ Եթե Ռենարդը հիասթափվեր, եթե Եղիան կանգ առներ ու հիասթափվեր, ամեն ինչ կավարտվեր։ Ուզում եմ քեզ հորդորեմ, երբեք մի դադարի անել այն, ինչ որ Տերը ասել, չվախենալ փոքր սկիզբներից, հավատքով կառուցել փոքր սկզբի վրա։ Նա ասեց փոքր ամպ, ասեց գնա ասա թագավորին, հեսա անձրևը բռնելու է։ Հասցրու սայլդ հեծնի ձիերդ ու գնա։ Փոքր սկիզբ է, ինչ գիտես, ես Աստծո բնավորությունը լավ գիտեմ։ Ես հիշում եմ մեկ անգամ Գարիկ Շահնազարյանը եկավ Հովտաշեն ու ես իրեն ցույց տվեցի կողքի օրհնության ներողություն հողակտոր, ասեցի սա ուզում ենք գնենք, ասեց ինչի համար, ասի էս բաների համար, ֆուտբոլ են կազմակերպելու, նորերին են հրավիրելու, արշավներ եւ այլն, հանեց իր գրպանից $100 դրեց ձեռքումս, ասեց ես այս հողի համար մասնակցում եմ, այդ $100 ոչ մի բան էր այդ հողը գնելու համար, ու ես իր ձեռքը սխմեցի ու ասեցի, սա քո արածը մի բան է, որ ես կասեմ, Գարիկ եղբայր Այս ամենը նշանակում է Աստված համաձայն է այս ինչ որ ես ասեցի։ Աստված հավանում է այս ծրագիրը։ Հաջորդ շաբաթներում մենք այդ հողը գնացինք, չունենալով անգամ $200։ Եթե մի բանի մեջ Աստված այո ասեց, փոքր բան է, բայց կարճիր դրանից։ Արդեն այդ ամենը խորհրդով բռնի։ Զգում եք ինչ ենք հիմա մենք խոսում։ Բռնիր այդ ամենը։ Դա ամբողջի մասին չէ, բայց բռնի այդ ամենը։ Միջև տապանը կշինվեր, այդ եղևնափայտերը, այդ ամեն սատիմի փայտերը սկսվել է մի հատ ծառից։ Թեկուզ 100-120 տարի տառապելով, բայց սկսվել է մի ծառից ու ամեն ծովի օվկիանոսի բոլոր կտորը մի կաթիլ է։ Սկսած այդ կաթիլներից է, որ առաջանում է, ու Մայր Թերեզան ասում է, իմ արածը մի կաթիլ է օվկիանոսում, բայց եթե չանեմ, այդ կաթիլը հավերժ կպակասի այդ օվկիանոսից։ Ես իմ անելիքը գիտեմ։ Ես չեմ ուզում փոքրացնեմ իմ արածը, ամեն մեկս մեր անելիքը պիտի իմանանք։ Վերջացնում եմ, Հակոբ Հյուղությամբ էլ չեմ նայում, վերջացնում եմ, խոսել մեծի մասին, երբ որ փոքրը արդեն տեսել ես։ Երբ որ նա ասեց բռիչ չափ ամպ է, նա ասեց հեղեղ է սկսելու։ Մի քիչ չափազանցնում ես, հա, Եղիա, հեղեղ է սկսելու։ Ասա կառքդ լծի, չես հասցնի։ 9-րդը կամ 10-րդը Գնանք առաջ, փոխանցիր խոսքը, որ փոխանցեն ուրիշներին, գնա ասա թագավորին, սկսվում է անձրևը։ Գիտես, սրա համար մարդ կամ պիտի խենթ լինի, որ ասի, չտեսնելով անձրև, կամ պիտի լուրջ հոգևոր լինի։ Որն է հիմա այս երկուսից Եղիան։ Նա չէր տեսե անձրև, բայց ասում է թագավորին գնա ասա, թող թագավորն էլ հայտարարի, բոլոր թագավորությանը։ Անձրևը սկսում է, բա որ չսկսի, վստահ եմ որ կսկսի։ Զգում եք կատարյալ հավատքը մարդու։
Զգում եք անկասկած այս վիճակը, կասկածներ չկա։ Եթե ունես տեսիլք, իրականից փոխանցիր, խոսիր, վազիր արթնության ու օրհնության մեջ, փոխանցեք սիրելիներ։ Շատ կարևոր է սա, 10-րդը վազիր արթնության մեջ, վազիր օրհնության մեջ, 11-րդն էլ գցեք ու ես վերջացնում եմ։ Ուժերդ կնորոգվեն, կունենաս քեզ ոչ բնորոշ արդյունքներ։ Ինչ է սա։ Հայրս, որ միշտ պատմում էր, ծիծաղում էր, ասում է Եղիան, ստե իրան ինձ ձև պահեց, չհասկացանք։ Ինչ էր անում։ Հայրս ամենաշատ երևի իր կյանքում քարոզել է Եղիայի մասին։ Ասում է գոտին մեջ կկապեց Եղիան։ Ու գնաց Աքաբի կառքի մոտ ու կառքից առաջ ձիերից արագ վազեց դեպի մայրաքաղաք։ Ձիերից ուժեղ վազեց։ Դուք կարդացել եք այդ հատվածները։ Ասում եմ մեջ կկապեց անձրևի մոտ, ասում է եւ կառքի առաջից միջև քաղաք վազեց։ Հա ինչ։ Ինչի համար, չգիտեմ։ Անձրևը հեղեղը գալիս է, թագավորը գնում է, ինքն էլ մոտից արջևից վազում է։ Մի բան, որ իրեն բնորոշ չէր։ Մի բան, որ ինքը չէր կարող անել։ Ձիից արագ ոչ մեկ չի կարող վազի։ Այս մարդը արեց դա։ Այս մարդիկ շատ տարօրինակ ու շատ յուրահատուկ մարդիկ էին ու անում էին բաներ, որ իսկապես իրենց, ինչ ասեմ, իրենց ֆիզիկական մարմին անգամ ունակ չէր։ Ուզում եմ ասեմ, Աստված քեզ բաներ կանի, որ դու քեզ կսկսես ճանաչել։ Այդքան մի սահմանափակի։ Ամենամեծ փակուղիները գիտեք որն է, չունենալու, չհասնելու, չանելու, չգիտեմ։ Չեմ կարող, բա ուր է Աստված։ Էդի քո մասին է, բա Աստծո մասին ինչ կասես։ Չունեմ, չկա, չեմ կարող։ Էդի դու ես, էդի գիտենք, Կարեն Թադևոսյան, բա Աստված չունեմ բառ չգիտի, չկա, չեմ կարող, տենց բառեր իրեն անհայտ են, նա կարող է, նա տվող է ու նա օրհնող է, եւ նա նաեւ իսկապես քո կարիքն ու քո խնդիրը գիտի լուծել, եւ այստեղ շատ կարեւոր է մի համակերպվիր չորության հետ, մի համակերպվիր ձախողման հետ, մի համակերպվիր, էս էլ դու որոշի, ինչի հետ, մեղքի հետ, սայթակման հետ, ձախողումների հետ, համակերպվելը նման է, ոնց որ դու իսկապես այդ մեղքի ընկերը դառնաս, համակերպվել։ Ինչին ես համակերպվել։ Համակերպվել եմ իմ փորձանքին ու փորձությանը։ Ինչու չես կռվում, ինչու չես պայքարում։ Դե ես իմդ գցի աղբամանը ու սկսի կռիվ տալ։ Այնքան միջև հաղթանակը կտեսնես։ Սիրելիներ, Հայաստանը կապրի արթնություն, եթե եկեղեցին արթնանա։ Հայաստանում կգան նորից 90-ական թվականների անձրևները եւ ավելի ուժեղ անձրևներ, եթե նորից ամեն մեկս մեր վրա վերցնենք պատասխանատվություն եւ ասենք իմ քաղաքի, իմ գյուղի համար ես անելու բան ունեմ։ Ես գիրք եմ գրում, թող գրեմ ու շարունակեմ։ Գիրք եմ տպում, թող տպեմ ու շարունակեմ։ Ես քարոզում եմ, թող շարունակեմ քարոզել։ Ես երգում եմ, թող շարունակեմ ավելի ուժեղ երգել։ Ես նվագում եմ, թող ավելի շատ նվագեմ, որպեսզի իմ անելիքի մեջ արթնությունը բռնկվի։ Թող ձեր ընտանիքում Տիրոջ անձրևները գան։ Թող ձեր բոլոր ընտանիքի վրա Աստծո ջրերը հասնեն։ Ով կասի ամեն։ Փառքը Տիրոջը։ Եկեք ոտքի լինենք։ Մի կարճ աղոթք կանենք սիրելի եկեղեցի։ Թող Աստված օրհնի ձեզ։ Այս ժամից հետո մենք ունենք հացի ժամ սիրելի եկեղեցի, սիրելի քույրեր եղբայրներ, Փառք Աստծո, ամեն ինչ գնում է իր ընթացքով, ծրագրով, մենք հացի համար լավ կհայտարեն մեր հաղորդավարները։ Սիրելիներ, նորից եմ ասում, այս կոնֆերանսը նկարվելու համար չէ, այս կոնֆերանսը ուղղակի ժամանակ անցկացնելու համար չէ, այս համաժողովը Տիրոջ խոսքով լեցվելու համար է։ 3 ժողով, քեզ պահիր Տիրոջ տան մեջ ու զանգահարիր մարդկանց, քիչ հետո մեր հովիվներից Արթուր եղբայրը կունենա նաև խոսք, վերջում բոլոր իմ հովիվ եղբայրներին, իմ զինվորակիցներին, իմ հրաշալի օրհնված եղբայրներին, բեմ կհրավիրեմ ավակներին մասնավորապես, որպեսզի աղոթք կանենք մեր ձեռքերը պարզած Աստծո ժողովրդին, ու ես հավատում եմ, որ Աստծոս կրակ կիջնի իր ժողովրդի վրա, որտեղ միաբան աղոթքի մեջ զորություն կա սիրելիներ։ Ես հավատում եմ Աստծո զորությանը։ Վաղը երեկոյան 8:30 ժողովը կլինի այստեղ, այսինքն երրորդ ժողովը մի քիչ ունիկալ է, երամսյակը մեկ եղբայրներով հավաքվելու ենք, աղոթենք։ Իհարկե եղբայրներին ասեցի աղոթքից առաջ պիտի հայտարարեմ։ Եղբայրներ, աղոթքից զատ ով վաղը եկավ ջայլամի միսա ուտելու։ Մեր Արթուր եղբայրը Ջանֆիդա, ճիշտ եմ ասում, հա, Ջանֆիդայից նվիրել է, մենք էլ մորթել ենք դա,
Ես տարա մեր հյուրերին այդ ջայլամներին ցույց տվեցի, նայեցին, ուրախացան, հետները մի քիչ նկարվեցին, հաջորդ օրը դրանց միսը բերեցի դրեցի սեղան։ Ասեցի, ահա, ինչ եղավ։ Դաժան բաներ ենք անում, որ իմանան, որ Հայաստանում ապրելը պայքար է։ Տեսար, նկարվեցի, դի արդեն մորթես, մի խոսքով։ Շատ լավ։ Որոշները նայում ասում են, լավ քարոզեր, ինչ եղավ։ Լավ եղավ, շատ լավ եղավ։ Հիմա վաղը հզոր տղամարդկանց աղոթքի ծառայություն։ Եղբայրներ, չմոռանաք ջայլամի միսը։ Ինչու եմ ասում, որտեվ պրակտիկան իմ կյանքի ցույց է տվել, Արամ ախպեր, տենց ինձ մինա, ես կապ չունեմ։ Պրակտիկան ցույց է տվել, որ խաշի սեղանի շուրջ ավելի շատ տղամարդ է գալի, քան աղոթքի ժամանակ։ Սա պիտի փոխվի, ու ես հավատում եմ, մենք այդ փուլի մեջ ենք, համաձայն եք սիրելիներ։ Բայց դեք որ հենց այդ փուլի մեջ ենք, դրա համար այս ջայլամի միսը շահարկեցի։ Սա իհարկե կատակ էր, ճիշտ էր մի խոսքով, չէ, տենց ալնելու։ Բայց ինչու ենք աղոթում, որտեվ պետք է աղոթել, կարևոր է աղոթել։ Հայաստանը աղոթքների կարիք ունի։ Այս օրերին մի օրտնված եպիսկոպոս եղբոր հետ որ հանդիպեցինք, էզիկ եղբորս օգնությամբ, իշնորհությամբ Տերորդնի, մանկուց եմ տեսել իրեն, հորս ընկեր, մտերմություն, տարիներ շարունակ ծառայություն, Հայաստանի ամենամեծ եկեղեցու հոգևոր հայրը, եւ ասեց Վարդի ինձ կողքից ասեց հարցրու մեր եղբորը ինչ կուզի փոխանցենք Աստծո ժողովրդին եւ ես ասեց կարեմ փոխանցի Աստծո ժողովրդին որ շատ աղոթեն մեր ժամանակ մենք գիշերներ ենք անցկացնում աղոթքով ու իմ հայրը պատմում էր Շենգավիթում հայրս ասում է գիշերային աղոթք ունենք ամբողջ շաբաթ գիշեր աղոթում ենք ու երկար տարիներ կիրակի օրն է գնում ենք պաշտամունքի ու ասում է ով Հայաստանում Սուրբ Հոգով չէր մկրտվում բերում են այդ Շենգավիթի գիշերային աղոթքին հաստատ մկրտվում են ու ամենադժվարը մկրտվում էին 80-նանց տատիկները շատ դժվար էին մկրտվում որտեղ այնքան գիտելիք ունեն այդ հարցերն էլ օր ու արև չեն տալի վերջապես պիտի ներեին սաղին որ կարողանային մկրտվեն ու ասում է գիշերները աղոթք ու մեր եպիսկոպոս եղբայրը ասեց հորդորի շատ աղոթեն այսօր շատ զբաղմունքներ կա բայց աղոթքի կյանք գրեթե չկա կամ քիչ կա ես էլ հորդորը փոխանցում եմ աղոթքի կարիք կա սա աղոթքի տուն եկեղեցին է բայց եթե անունը լոզունքը հանենք սա Քրիստոսի եկեղեցին է բոլոր եկեղեցիները ովքեր հոր որդու Սուրբ Հոգուն դավանեցին Հիսուսի եկեղեցին է տեսիլքով երբ որ երկինք եմ գնում նայում եմ այնտեղ ինչ եկեղեցի կա մերը չեմ գտնում վախենում եմ, այ մարդ ասում եմ աղոթքի տուն եկեղեցին չկա, ոչ մի եկեղեցի չկա, Քրիստոսի եկեղեցին կա, Հիսուսի մարմինը կա, օրեր կգա, այլ եկեղեցու անունը ոչ մի բան կլինի մի հատ կարևորություն, դու Աստծո մարդ ես, թե չէ, քո վերաբերմունքից կերևա, դու Աստծո մարդ ես, թե չէ, քո անունը այնքան էլ, այդ Jesus գրասն էլ այնքան էլ բան չասեց, դու զիջել, սիրել, ներել, գիտես, դու Աստծո մարդ ես Գնա միջև վերջ, չվախենաս, Աստված արդեն անձրևում քեզ սպասում է, անձրև կգա, Հայաստանը կտեսնի անձրևներ, կտեսնի արթնության ճիճն ու ձայնը, Քովիդից առաջ ես շատ գիշերներ եմ լացել ու ողբացել ու իմ քուր աղբերները, որ ինձ հետ ծառայում են գիտեն, ես ասում եմ Տեր, միջև մեռնելս, թող մի օր գոնե լսեմ արթնության ձայնը, որը հայրս էր պատմում եւ մի օր աչքերս տեսնի ես ասեմ ձեզ դրա սկիզբը ես լսեցի ու արդեն տեսնում եմ բայց սա այն չէ ինչ որ ես ամբողջը խնդրել եմ Աստծուց ես հավատում եմ ավելի մեծ փառավոր արթնության ալիքի թող Տերը փառավորվի